Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյա հոբելյանի առթիվ Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ բանաստեղծի հիշատակին նվիրված արարողություն եւ Չարենց Նամե պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։ Վայրը պատահական չի ընտրվել, նշում է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Շիրղոլամիի խոսքով ազատատենչ բանաստեղծի պայքարի շնորհիվ է նաեւ, որ Երևանում մինչ օրս գործում է իրանական մզկիթ։ Այս մեծ մարդու բանաստեղծ Եղիշե Չարենցի 129-րդ հոբելյանն ենք տոնում։ Նա կրկին միավորել է մեր երկու բարեկամ ժողովուրդներին։ Ուրախ եմ, որ իրանցի ընթերցողը կկարողանա Չարենցին բացահայտել հարազատ լեզվով։ Հույս ունեմ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո մենք ելի առիթներ կունենանք անդրադառնալու հայ եւ իրանցի մեծանուն գրողներին։ Ես եկել եմ հեռու Իրանից, հայրենիքս է Խանի Մակուն, իմ հոգում արևն Իրանի, Իրանի արևն է իմ հոգում։ Չարենց Նամե պոեմի այս տողերը լավագույնս ներկայացնում են հայ մեծանուն բանաստեղծի կապը իրանական մշակույթի հետ, փաստում է պոեմի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը, նշում Չարենցյան տողատակերը ճիշտ ներկայացնելու համար դիմել է մասնագետներին պարսկալեզու ընթերցողին հնարավորինս հասանելի դարձնելու վարպետի իրական ասելիքը։ Պարսկալեզու ընթերցողը պետք է գնահատականը տա, բայց փորձել եմ ինչքան հնարավոր է Չարենց լինի, միջամտությունները փորձել եմ նվազագույնի հասցնել եւ մի խոսքով պարսկերենացնել, այնպես որ պարսկալեզվի լեզու ընթերցողի համար հասանելի եւ հետաքրքիր լինի։ Նախաձեռնության աջակիցներից է նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։ Ժաննա Մանուկյանի խոսքով երկլեզու այս ժողովածուն հիանալի հնարավորություն է իրանցի ընթերցողին մոտեցնելու Չարենցի գրական ժառանգությանը։ Առհասարակ թարգմանությունները շատ կարևոր են գրողների գրական ժառանգության միջազգայնացման տեսանկյունից եւ այդ առաքելությունն է ստանձնել Չարենցի տուն-թանգարանը, որովհետեւ եթե մենք ուզում ենք Չարենց անունը միջազգային հարթակներում ճանաչելի դարձնել, պետք է անպայման նրա ստեղծագործությունները թարգմանվեն եւ տարբեր օտարալեզու մարդկանց իրենց իսկ լեզվով հասցնել Չարենցի ստեղծագործությունները։ Կազմակերպիչները հույս ունեն, որ Իրանում ռազմական գործողությունների ավարտից հետո Չարենց Նամե պոեմի շնորհանդեսը տեղի կունենա նաև բանաստեղծի սիրելի Մակու քաղաքի 6-րդ դարում կառուցված Սուրբ Թադեոս առաքյալի վանքի տարածքում։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։